Հայաստանի Հանրապետության դատախազությունը իրազեկում է։ Պետական եւ համայնքային բարիքները միշտ չէ, որ ծառայել են իրական նպատակին։ Դրանք մասնատվել են, ապօրինի ճանապարհով մասնավորեցվել, հանրայինից վերածվելով մասնավոր սեփականության։ Ապօրինի ճանապարհով խլված գույքը իրական սեփականատիրոջը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու նպատակով միայն 2025 թվականի ընթացքում դատախազության բացառիկ պետական եւ համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում ներկայացված հայցերով, կայացված վճիռներով, ինչպես նաեւ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության եւ համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձվել է 124 գույք, այդ թվում մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ։ Գույքերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը շուրջ 176 միլիոն 868 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 934 միլիոն դրամ է։ Դատախազությունում վերլուծվել են 2018-ից 2025 թվականների ընթացքում ապօրինի գույքի վերադարձի շրջանակում քրեական վարույթներով դատարաններում ավարտված գործերով, պետական եւ համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության եւ համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված գույքերի եւ դրամական միջոցների ցուցանիշները։ Մասնավորապես, 2018-ից 2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության եւ համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձվել է շուրջ 291 միլիարդ 726 միլիոն դրամի կամ շուրջ 773 միլիոն դոլարի գույք եւ դրամական միջոց, որից 65.8%-ը կամ շուրջ 193 միլիարդ դրամի կամ շուրջ 504 միլիոն դոլարի գույք ու դրամական միջոց վերադարձվել է վերջին 3 տարիներին՝ 2023-ից 2025 թվականներին։ Դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները։ 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում Սևանա լճի ափամերձ բացարձակ նիշից ցածր 34 հողամասերում ապամոնտաժվել, քանդվել է ապօրինի կառուցված 86 շենք-շինություն։ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի կողմից լուծվել, դադարեցվել է 2 պայմանագիր։ Պետական եւ համայնքային շահերը պաշտպանելով ապահովում ենք մեր եւ ապագա սերունդների բարեկեցությունը։ Հանրային բարիքը հանրությանը։